Եկեք սկսենք հենց այդ թեմայից, թե ինչպես AI գործիքակազմը ազդեց մեզ բոլորիս վրա եւ հետևանքները ինչպիսին էին դրա։ Այսօր երկու տարբեր անձինք մուտք են գործում միևնույն սոցիալական հարթակը, այնտեղ տեսնում են լրիվ այլ աշխարհներ, ձևավորում են երկու լրիվ այլ կարծիք, որովհետեւ յուրաքանչյուրի ալգորիթմը աշխատում է իր համար։ Դուք առանձնացրել եք եւ արդյոք դրանց մեդիա հոգեբանական մասին անդրադարձել եք արդեն։ Արհեստական բանականությունը անվերահսկելի արագությամբ է զարգանում, որևէ այլընտրանք չթողնելով մարդկանց հասկանալ ինչպես եւ ինչու։ Ոնց կարելի է տարբերել ու ոնց կարելի է փորձել ինչ-որ ձևով ինքդ ինքնականխում անես։ Կան որոշակի նյուանսներ, թե ինչպիսին պիտի լինի օրինակ մարդու աչքերի թարթելու արագությունը կամ ինչպիսին պիտի լինի ձայնը կամ միմիկան եւ միկրոմիմիկան, բայց մինչեւ դու փորձում ես հասկանալ եւ արդեն վերցրել ես ելակետը, գիտես որ դա է, իրենք ստեղծում եւ գեներացնում են լրիվ այլ ավելի իդեալականացված տարբերակ։ Ինչ հոգեբանական հետևանքների կարող հանգեցնի չկարգավորվող մեդիա միջավայրում ապրելը։ Մարդը այսօր լրիվ այլ իրականության մեջ է ապրում, եթե նույնիսկ չի ապրում, ապա իրեն զգում է լրիվ այլ իրականության մեջ։ Ինչի կարա բերի։ Շփվում ենք մարդկանց հետ սոցիալական տիրույթում բացարձակ լիարժեք, հենց տեղափոխվում ենք իրականություն, մարդիկ չեն կարողանում իրենց ասելիքը վերարտադրել։ Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։ Ավետ, այսօր քեզ եւ մեզ դիտողներին մի հարց ունեմ։ Երբևէ ընկել ես AI-ի ծուղակը։ Միշտ։ Հիմնականում միշտ ընկնում եմ, որովհետև միշտ ես մտածում եմ, որ կարող են մարդիկ պատրաստել ինչ-որ թռչող առագաստանավեր եւ դա քշել ոչ թե ջրի վրայով, այլ օդով, դա հանդիպում եմ նորմալ։ Իսկ ես ինձ մեդիա գրագետ էի համարում մինչեւ այն պահը, երբ երգերից մեկը Հավանաբար գիտեմ որը։ Սիդայա նոչ։ Այո, չգիտեմ ինչու ես հավատացել էի, այսօր կհասկանանք, կփորձենք հասկանալ, թե որքանով է AI-ը որպես արդեն մեդիա գործիք ազդում մեզ վրա եւ ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Իսկ այդ ամենը մենք կանենք մի հրաշալի անձնավորության հետ, ով մեդիա հոգեբան է, մեր հյուրն է, նաեւ այդայի դասախոսն է եղել ժամանակին եւ նա է Սաթեն Գրիգորյանը։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք շատ շնորհակալ ենք, որ այս քննական թոհուբոհի մեջ ժամանակ եք գտել եւ հյուրընկալվել եք մեզ։ Եկեք սկսենք հենց այդ թեմայից, թե ինչպես AI գործիքակազմը ազդեց մեզ բոլորիս վրա եւ հետևանքները ինչպիսին էին դրա։ Այսօրվա շատ արագ զարգացող եւ փոփոխվող աշխարհում արհեստական բանականության դերը երբևէ չի կարելի թերագնահատել, որովհետեւ այսօր այն ձևավորում եւ վերաձևավորում է մարդկանց։ Ինչ վերաբերում է ձեր հարցին ուղիղ պատասխանով, այսօր երկու տարբեր անձինք մուտք են գործում միևնույն սոցիալական հարթակը, այնտեղ տեսնում են լրիվ այլ աշխարհներ, ձևավորում են երկու լրիվ այլ կարծիք, որովհետև յուրաքանչյուրի ալգորիթմը աշխատում է իր համար։ Այսինքն մենք այսօր այն ենք, ինչպիսի կոնտենտ սպառում ենք եւ ինչպիսի նույնատիպ կոնտենտ արհեստական բանականությամբ գեներացված հրամցվում է մեզ։ Շատ էին գործիքները, դուք առանձնացրել եք եւ արդյոք դրանց մեդիա հոգեբանական մասին անդրադարձել եք արդեն։ Անդրադարձել ենք ոչ գիտակարգային, զուտ քննարկումների տեսքով, մտածում ենք հոդված ստեղծել ալգորիթմների ազդեցության, արհեստական բանականության կիրառման օրինաչափությունների վերաբերյալ, բայց այնքան շատ են թե քաղտեխնոլոգիաների մասով եւ թե առհասարակ մանիպուլյատիվ գործիքակազմ որպես, որ մինչեւ մեկը փորձում ենք վերահսկել եւ հասկանալ ինչպես է այն գործում եւ ներազդում, հայտնվում են մյուսները։ Եվ արհեստական բանականությունը անվերահսկելի արագությամբ է զարգանում, որևէ այլընտրանք չթողնելով մարդկանց հասկանալ ինչպես եւ ինչու։ Նայեք, մենք խոսեցինք մեդիա մանիպուլյացիայից։ Մի բան, որին տրվում են շատ շատերը, հետաքրքիր է, ոնց կարելի է ինչ-որ ձևով, թեկուզ խորհրդով, եթե դիմեք են մարդկանց, ովքեր որ լսում են։ Հատկապես Այդանել մի թեմա շեշտեց, որը շատ նուրբ էր ու որի վրա շատ այդ ամենաշատը կարելի ասել հենց դրա վրա եղավ, ոնց կարելի է տարբերել ու ոնց կարելի է փորձել ինչ-որ ձևով ինքդ ինքնականխում անես քո մեդիա դաշտում, որպեսզի չհայտնվի։ Ասեմ շատ տեղին, բայց եւ շատ բարդ հարց եք տալիս, որովհետեւ այսօր արհեստական բանականությամբ գեներացված կոնտենտը դժվարանում են տարբերակել նույնիսկ մասնագետները, որովհետեւ deepfake-երը հատկապես NPC կառուցված եւ առանձնահատկություններ ունեն, որ շատ դժվար է հասկանալը, կան որոշակի նյուանսներ, թե ինչպիսին պիտի լինի օրինակ մարդու աչքերի թարթելու արագությունը կամ ինչպիսին պիտի լինի ձայնը կամ միմիկան եւ միկրոմիմիկան,
բայց մինչև դու փորձում ես հասկանալ եւ արդեն վերցրել ես ելակետը, գիտես որ դա է, իրենք ստեղծում եւ գեներացնում են լրիվ այլ ավելի իդեալականացված տարբերակ։ Եվ մանիպուլյացիաներին հաղթահարելու միակ ճանապարհը մեդիագրագիտությունն է, որ այսօր նույնքան կարևորություն ունի, որքան դպրոցում օրինակ տառերը սովորել է, գիրք ընթերցել, կարդել եւ այլն, որովհետեւ մեդիագրագիտության դերը շատ թերագնահատվել է շատ երկար տարիներ, բայց այսօր մեդիագրագիտությունը հորդորում ենք սովորեցնել հենց դպրոցից, որովհետեւ նույնիսկ մանկապարտեզի երեխան վերցնելով գadgetները պետք է կարողանա ֆիլտրել այն կոնտենտը, որը ինքը սպառում է։ Առանց այդ էլ մենք դժվար էինք պաշտպանվում մինչև էս եղած կեղծիքներից։ Այո, զեղծարարությունները մի կողմ, հիմա հասարակություն ենք, որտեղ հավատում են, որ Քիմ Քարդաշյանը կամ այլ մեծահարուստներ իրենց թողել են շատ մեծ քանակությամբ գումար, իսկ հիմա պետք է նայեն ու փորձեն հասկանալ քաղաքական գործիչն ինքն է այդ հորդորն անում, թե ոչ, սարսափելիեր են ինչ կատարվեց վերջին ամիսներին, որովհետև իսկապես գլխապտույտ առաջացնող կեղծարարությամբ էին զբաղված բոլոր կողմերը եւ շատ դժվար էր տարանջատել։ Լավ, իսկ օրենքը, որն ընդունվեց եւ ըստ որի պետք է անպայման խոսում եմ մեդիա հարթակների մասին, որոնք զանգվածային լրատվամիջոցներն են, պետք է նշեն, որ այո, այսինչ կոնտենտը գեներացված է AI-ով։ Սա որքանով կանխեց մարդկանց խաբվելու հնարավորությունը գուցե կանխեց, բայց վստահելիությունը որպես այդպիսին բաժանվեց եւ ճյուղավորվեց, որովհետեւ արհեստական բանականության գործիքներից օգտվել եւ շարունակում են օգտվել մինչեւ միջին տարիքի ներկայացուցիչները եւ ավելի բարձր տարիքային սեգմենտի ներկայացուցիչները այնքան հաճախ չեն կիրառում արհեստական բանականության գործիքները, որքան կիրառում են երիտասարդները։ Սրանով պայմանավորված, եթե ես կիրառում եմ արհեստական բանականության գործիքներ որևէ ոլորտում, ես գիտեմ նրա բերած թե բացասական եւ թե դրական կողմերը, եւ ես մեկ միավոր ինֆորմացիան օգտագործելու համար պետք է մի քանի անգամ փաստերի ստուգում անեմ, որպեսզի համոզված լինեմ, որ այն կոնտենտը, որը գեներացված է AI-ի միջնորդությամբ, իրականությանը համընկնում է, որովհետեւ ինչպես է աշխատում վերջապես արհեստական բանականությունը, այն վերցնում է ինֆորմացիա արդեն իսկ եղած հարթակներից եւ հրամցնում է մեզ։ Ուստի վստահելիության նվազեցումը մի փոքր ավելի բարձրացավ, ինչու, որովհետև մենք վստահ ենք, որ կիրառված են արհեստական բանականության գործիքներ, բայց վստահ չենք դրանք ստուգված են արդյոք թե ոչ, եւ դրանք կրկնակի ստուգելու անհրաժեշտություն է առաջանում։ Հիմա ստացվում է մենք արդեն դառնում ենք մարդիկ, ովքեր ամեն ինչին կասկածում են։ Կասկածում են, հա, ես եւս ուզում եմ։ Բայց մի կողմից դա լավ չի։ Երբ որ մենք քննարկում էինք նախկինում եղած մեդիա մանիպուլյացիաները, ասում էինք քննադատաբար պետք է մոտենալ, եւ այդ քրիտիկան ինչից էր, որ դու կասկածում ես, միանգամից չես հավատում։ Հիմա երբ այդ կասկածի տեղի գտնվել են, հիմա արդեն կասկածները շատ են, գուցե ստիպված ինչ որ բաներ փորձեն իմանալ, ճշտել, մի քանի աղբյուրից այդ ինֆորմացիան ստանալ, նոր հավատալ։ Հրաշալի է, եթե մարդը ունի մեդիագրագիտության մակարդակ եւ շատ բարձր մակարդակ, հակառակ դեպքում մարդը դառնում է, վերածվում է մանիպուլյացիայի սոսկական օբյեկտի, որովհետեւ շատ դժվար է։ Քանի որ մենք խոսում ենք նաեւ մեդիա հոգեբանությունից, հետաքրքիր է ինչ հոգեբանական հետևանքների կարող հանգեցնի չկարգավորվող այդ մեդիա միջավայրում ապրելը, ինչի կարող բերի։ Շատ կարևոր հարց եք բարձրաձայնում, որովհետև այսօր Այդա ներգրել ես մի հարցը ճիշտ ասած։ Ապրեք Այդա ջան, շատ հետաքրքիր հարց է, որովհետև մարդը այսօր լրիվ այլ իրականության մեջ է ապրում, եթե նույնիսկ չի ապրում, ապա իրեն զգում է լրիվ այլ իրականության մեջ, որովհետև այսօր իրականության պայմաններում մարդիկ հաճախ այնպիսին չեն, ինչպիսին սոցհարթակներում են։ Կարծես թե անձի երկատում զգանք, նույնիսկ եռատում զգանք, որովհետև շփվում ենք մարդկանց հետ սոցիալական տիրույթում բացարձակ լիարժեք, հենց տեղափոխվում ենք իրականություն, մարդիկ չեն կարողանում իրենց ասելիքը վերարտադրել եւ կարծես նրանք բաժանվել են երկու մասի՝ իրականությունը եւ վիրտուալ իրականությունը։ Սրանով պայմանավորված մեդիան իհարկե ունի իր մեղավորությունը, որովհետեւ մեդիան է մեզ սովորեցնում ինչպիսին լինել եւ մեդիան է մեզ սովորեցնում, որ իր միջնորդությամբ շատ ավելի հեշտ է անել որոշ գործողություններ, քան մենք իրականում կարող ենք անել։ Եվ այսօր հոգեբանական տեսանկյունից շատ վատ իրականում
իրավիճակ ունենք, որովհետև մարդիկ այնքան են շփվում վիրտուալ իրականության սահմաններում, սոցցանցերում, վիդեո տեսազանգերի եւ այլնի շնորհիվ, որ երբ հանդիպում են իրար հետ խոսելու որևէ բան չունեն, արդյունքում սրճարաններում, ժամանցի կենտրոններում, որտեղ մարդիկ գնացել են միմյանց հետ ժամանակ անցկացնելու, իրականում իրենք լրիվ մենակ են եւ յուրաքանչյուրը իր սմարթֆոնով եւ գadget-ով։ Ինչպես պայքարել այս մանիպուլյացիաների դեմ։ Մենք ունենք հրաշալի տեխնիկա, կոչվում է թվանշային դետոքս եւ մեդիա հիգիենա, երբ որ զգում ենք, որ արդեն չափից շատ է մեդիայի ազդեցությունը մեզ վրա, մի փոքր փորձում ենք այն կրճատել, այսինքն այն ժամանակահատվածը, որը մենք անցկացնում ենք մեդիայում, կրճատում ենք եւ տեղափոխվում ենք իրական կյանք եւ իրական աշխարհ, փորձում ենք տեսնել ինչքան գեղեցիկ եւ ինչքան շատ ավելի գունեղ է իրական աշխարհը, որովհետեւ աչքի տեսած պատկերը որևէ տեղեկատվական միջոց եւ որևէ տեխնիկա իրականում չի կարող փոխանցել։ Ամեն անգամ երբ հեռախոսը վերցնում ես ու ուզում ես նկարել։ Ես մի բան ասեմ։ Պետք է ֆիքսել։ Պետք է շատ անկեղծ լինեմ ձեզ հետ ու նաեւ մեզ դիտողների հետ։ Երբ որ ես գնում եմ ճամփորդության, Թերևս վերջին անգամ չեմ հիշում երբ եմ մենակ ճամփորդել, բայց երբ որ ընկերներիս հետ եմ լինում, իրանք միշտ նկարվում են, միշտ ինչ չգիտեմ, ամեն էսթետիկան, ես գնահատում եմ դա, ամեն ինչը գնահատում եմ, շատ հաճելի է, շատ սիրուն է, բայց հատկապես վերջին շրջանում ինձ մոտ դադարել է, ես մասնագիտությամբ առաջին մասնագիտությամբ դերասան եմ, մարդով ընդհանրապես չի ուզում նկարվել, ինձ իմ ընկերները ստիպում են նկարվել։ Վերջին ճամփորդության ընթացքում ինձ մոտ էր։ Ինչից է դա գալիս, այսինքն դա էս ամբողջ ինֆորմացիոն պաշարն է, թե էս նույն բանն է, որը բոլորիս մոտ նույնն է, մեր բոլորի Instagram-ներում, Facebook-ներում եւ այլ սոցիալական հարթակներում նույն բանն է, բոլորս անում ենք նույն բանը, նույն երաժշտության, տակ նույն տեսակի ռիլը կամ նման բաներ։ Արդյոք զզվել ենք մենք, թե սա ուրիշ բանի արդյունք է։ Ինֆորմացիոն հագեցվածությունն այսօր այնքան շատ է, որ այո, գալիս է մի պահ, երբ որ դու ցանկանում ես վայելել տվյալ իրականությունը այստեղ եւ այս պահին, ոչ թե հետո նկարների կամ հոլովակների միջոցով, եւ դրա համար էլ գիտակցական որոշակի հասունացում է պետք ու շատ կցանկանայի, որ շատերի մոտ այդ հասունացումը շուտ գար, որովհետև այո ճիշտ է, մարդիկ գնում են ընդհանրապես աչքերով, չեն փորձում ուսումնասիրել տեղանքը, միայն հեռախոսներով, որը հետո նայում են էկրանից եւ լրիվ այլ պատկեր են տեսնում։ Այդա մինչեւ կանցնես քո մյուս հրաշալի հարցին, ես մի բան էլ ասեմ։ Սոցիալական մեդիան նաեւ նկատել եք, որ մեզ ստիպում է օրինակ զզվել եւ հիասթափվել ինչ որ երգերից։ Դու արդեն սրտխառնոց ես առաջանում ինչ որ շատ գեղեցիկ երգից։ Որտեղ ես օրինակ, այո, ինչ վիդեո ես նայում, դա է սթորիների վրա։ Ես օրինակ Ավրորայի շատ գեղեցիկ մի երգ ունի, ես ատում եմ այդ երգը արդեն ամբողջ հոգով եւ սրտով։ Ես գիտեմ դու որ երգի մասն ես։ Runaway երգի մասն ես։ Որովհետեւ ձեր նշած երգերը բերում են ամենամեծ դիտումները եւ հենց այդ ալգորիթմը օգտագործելով շատերը փորձում են կրկնօրինակել։ Տիկին Գրիգորյան, իսկ ալգորիթմները եւ AI-ը մուտք գործել են արդեն համալսարան։ Չնայած որ գիտենք օրինակներ, արի չբարձրացնենք, արի լսենք Գրիգորյանի պատասխանը։ Ուսանողը բերում է լրիվ իդեալական աշխատանք, որը առաջին մի քանի նախադասությունից երևում է, որ մարդկային չէ, վերլուծական դատողություն չկա, շատ ռոբոտացված է եւ այնտեղ կան մի քանի առանձնահատկություններ, որոնք թույլ են տալիս միանգամից հասկանալ։ Հիմա օրինակ էլ կբերեմ, օրինակ ChatGPT-ով գրված տեքստը կետերով է առանձնացվում, Claude-ով գրված տեքստը մի փոքր ավելի ոճային առումով տարբեր է, քան ChatGPT-ի տվածը եւ այլն։ Դասախոսները, որոնք էլի իդեալական տիրապետում են մեծ մասը համենայն դեպս AI գործիքներին, նույն աշխատանքը, որ ուսանողը վերցրել է AI-ի գեներացմամբ եւ որևէ ջանք չի գործադրել փոփոխելու, տալիս են AI-ին, նույն ChatGPT-ին, Claude-ին եւ այլն եւ հարցնում են. դու ես գրել այս աշխատանքը։ Կամ այս աշխատանքում Մոյ շոկ է երդվում, ես չգիտեմ, այս ուր է շատ ուժ է աշխատանքի որ հատվածներն են, որ գուցե դու առնչություն կունենաս, իրենք հրաշալի ասում են, նույնիսկ հղումներ են տալիս եւ շատ հանգիստ կարելի է դա բացատրել։ ChatGPT-ին գրում է 3 եմ գրել։ Այս անկեղծ, այսինքն հերիք չի գրել են ժամանակին երբ որ մենք Վիկիպեդիայից օգտվում էինք մեր դասախոսները ասում էին մի արեք նման բաներ գնացեք գրեք ճշմարտություններից այո Վիկիպեդիան ժամանակին չարիք էր իսկ
Բայց իրականում արհեստական բանականությունը շատ լավ հնարավորություններ է տալիս հենց հետազոտողներին, հենց դասախոսներին, ուսանողների մասին չխոսենք, որովհետև նրանք գերակատարում են արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները, որովհետև աշխարհն այնքան արագ է զարգանում, որ դու ուղղակի չես կարողանում վազել այդ ամենի հետևից եւ կարող ես իդեալական եւ լիարժեք ու արդիական թեմաներ գեներացնել հենց արհեստական բանականության օգնությամբ, որովհետեւ ինքը տալիս է քեզ վերջին տենդենսները, տալիս է քեզ գաղափար եւ դու կարողանում ես այն յուրովի օգտագործել, բայց շատ կարեւոր է ոչ թե հենց իր տված կոնկրետ թեմաներով եւ ռակուրսով աշխատել, այլ դրա մեջ դնել ինքնատիպություն, որովհետեւ ամեն ինչ շատ նման է լինում ձեր ասած օրինակին, երբ որ բոլորը օգտագործում են միևնույն ալգորիթմով եւ երկի տակ տարբեր կոնտենտ եւ մարդը ուղղակի հոգնում է։ Փաստորեն ամեն ինչ գալիս ենք հանգում ենք այն մտքին, որ կա ամեն ինչ, ուղղակի պետքա հասկանալ դու ինչպես ես օգտագործում եւ դա ինչի կհանգեցնի քեզ։ Ես կարծում եմ, որ արհեստական բանականությունն էլ է կարելի շատ լավ օգտագործել, բայց այս պարագայում թող ինձ ներեն շատ եւ դասախոսներ եւ ուսանողներ, բայց մենք երևի համենայն դեպս ես ինձ համարում եմ այն սերնդից, երբ ես գրել եմ ռեֆերատներ, հավաքել եմ, ավելին ասեմ ես սովետական հանրագիտարանով որոշ բաներ եմ մանեկել ժամանակին դպրոցական։ Ես այնքան էլ տարիքով չեմ իմիջելուց, բայց ես սա համարում եմ սխալ։ Իսկ AI-ը ինչ բերեց եւ ինչ վարքագիծներ մուծեց։ Ու որոնք են վտանգները նաև AI-ի բերած։ Այո, սկսենք վտանգներից եւ անդրադառնալով ավետի ասացի շարունակությանը, կցանկանամ նշել, որ այսօր համացանցային տիրույթում շատ ակտիվ շրջանառություն ունեն կարճ հոլովակները, կարճ տեսանյութերը, նույնիսկ գրառումների ժամանակ երկար գրառումները անտեսվում են, որովհետև մարդիկ սովորել են շորթերին, մարդիկ սովորել են կարճ կոնտեքստին եւ մարդկանց ուղեղը այլևս ունակ չէ երկար տեքստեր, հոլովակներ սպառելու, ասեմ ավելին, մարդիկ ֆիլմը կամ հաղորդումները, նույնիսկ երգերը սկսել են արագացված լսել, ձայնային հաղորդագրությունները սկսել են արագացված լսել, որովհետև մեր ուղեղը վարժվել է արդեն եւ երբ որ մենք արագացված լսում ենք ինչ որ մի բան եւ օրինակ մեկ անգամ ենք դնում արագությունը, մեզ թվում է սարսափելի դանդաղեցված է դա եւ մեր իրականությունը լրիվ փոփոխվում է։ Ու դա իրական կյանքում էլ կա։ Այո, եւ սրանով պայմանավորված շատ լուրջ մտահոգություն կա, որ աշխարհում շատ մոտ ապագայում ամենատարածված հիվանդությունը լինելու է Ալցհեյմերի հիվանդությունը, որովհետեւ երբ որ մարդը չի օգտագործում իր ուղեղը եւ ուղեղի բջիջները, այն սկսում է չափից շուտ ծերանալ, ժամանակից շուտ ծերանալ։ Այո, ինչպես մեր մարմինը օրինակ կոմայի մեջ հայտնված մարդը միանգամից չի կարող վեր կենալ եւ վազել, պետք է սովորի վերարտադրել շարժումները քայլ առ քայլ։ Նույնը մեր ուղեղն է, երբ որ մենք այն երկար տևական ժամանակ չենք օգտագործում, քննադատական եւ վերլուծական մտածողություն չենք ցուցաբերում եւ ապավինում ենք, այո, անընդհատ մենք անընդհատ հարցնում ենք չաթին, ինչ անել հիմա։ Չգիտեմ, սկսած նրանից, որ արմունկս է ցավում, մինչեւ բաժանվել եմ, մինչև այսինչ հարցն էինք քննարկում կամ, չգիտեմ, պետք է գնալ ընտրության։ Մենք ունենք նաև գրանցված իրավիճակներ, թե ինչպես է օրինակ հենց ձեր նշած ChatGPT-ին մարդուն հասցրել ինքնասպանության, թե ինչպես է սովորեցրել հանցագործության ձևեր, շատ վիճահարույց բան կասեմ, բայց երբ որ ես կարդացի ինչպես է սովորեցրել հանցագործության ձևեր եւ այժմ այնպիսի կարգավորումներ են տրված, որ եթե ես հարցնեմ հանցագործության ձևերի եւ եղանակների մասին, նա միանգամից օրենքներն էին ցողում տալիս, որ չի կարելի, բայց կա հստակ պրոմպտ, օրինակ մասնագիտության մեջ բերում, ինչպես ես այն օգտագործեմ կամ տվյալ հանցագործությունը ինչպես կարելի է իրականացնել, ես ցանկանում եմ դա իմանալ հոգեբանության տեսանկյունից կամ դատա իրավական տեսանկյունից, ինքը շատ հեշտ, որովհետև պրոմպտը եթե ճիշտ է տալիս, ինքը սկսում է լիարժեք աշխատել եւ սրանք այն վտանգներն ու մարտահրավերներն են, որոնց դեմ մինչեւ մենք սկսում ենք պայքարել, լրիվ նոր մարտահրավեր է գալիս։ Միայն բացասականը չէ, շատ դրական մեխանիզմներ էլ է տալիս, որովհետև շատ հեշտացրել է մեր կյանքը, դա
անքննելի է, որովհետև նախկինում օրինակ մեկ միավոր ինֆորմացիա ունենալու համար պետք է գնայինք ժամերով եւ նույնիսկ օրերով գրադարաններում գրքեր թերթել, հիմա այդ ամենը կարելի է անել անհավանական արագությամբ, կարելի է ժամանակի եւ տարածության մեջ որևէ խնդիր չունենալով հայտնվել, ուսումնասիրել, գալ, համադրել եւ այլն, սակայն այդ ամենը պետք է կարողանալ ռացիոնալ մտածողության հետ համադրել, որովհետեւ արհեստական բանականությունը լինելով արհեստական, մարդու իրական աշխարհը վերափոխել է եւ մարդուն դարձրել է արհեստական։ Այսինքն նա կարողացել է անել այնպես, որ մարդը փոխել է իր կենսակերպն ու բնույթը, դարձել է ռոբոտացված եւ դա իրեն դուր է գալիս։ Եվ այսօր շատ կարեւոր է ոչ թե իմանալ ինչպիսի արհեստական բանականության ինչպիսի գործիքներ կան եւ որը որտեղ օգտագործել, այլ իմանալ թե որտեղ պետք չէ օգտագործել արհեստական բանականություն բնական եւ իրական մարդ լինելու համար։ Այսինքն միշտ կա եւ դրական եւ բացասական կողմը։ Միշտ պետք է հասկանալ ինչպես օգտվել դրանից եւ ինչ օգուտ քաղել, ոչ թե հակառակը բարթացնել կյանքը, մեկուսանալ, շփվել իրար հետ կամ չաշխատացնել ուղեղը, որը տրված է աշխատացնելու համար, վստահաբար։ Վերջերս ուսանողների ուղեցի հարց ձեր սիրած երգի ժանրը կամ ձեր սիրած երգիչը եւ հանդիպեցի մի քանի հոգու դեպքում պատասխան արհեստական բանականությամբ գեներացված երգեր էր մեջբերում ու սա ինձ համար շոկ էր իրականում, այո, հարցադրմանը ինչու հենց արհեստական բանականությանը ինքն ասաց, որովհետեւ արհեստական բանականությամբ գեներացված ձայնը շատ ավելի անսխալ է ինձ համար, շատ ավելի իդեալական է եւ ականջի համար ավելի նոր է, կրկնվող չէ, տոնայնությունը այլ է։ Այսինքն մենք շատ լավ գիտակցելով, որ այդպես չէ, որովհետև ձայնի ինտոնացիան նույնն են, AI-ով ստեղծված։ Այո, ինչքան էլ լինի ինքնատիպ եւ ականջ շոյող, արհեստական բանականությունը երիտասարդների մոտ, նոր սերնդի մոտ լրիվ այլ ընկալում ունի։ Եվ այս չափման մեջ մենք պետք է մտնենք, որպեսզի հասկանանք նրանց ընկալումները, որովհետև X, Y, Z, ալֆա սերունդները լրիվ տարբեր մտածողություն ունեն եւ մեկի տեսլականը հակասում է մյուսին։ Իրենք ավելի բաց են այդ ամեն ինչը կլանելու, ընդունելու եւ սիրելու իմաստով, քան արդեն նույնիսկ մենք ավետ։ Ես ընդհանրապես ծերացա։ Նույնիսկ մի հավելում անեմ, շատ ծրագրեր կան, որոնց դիմելիս շատ մեծ հղում է տրված արհեստական բանականությամբ ուղարկված դիմումները կմերժվեն առաջինը։ Ինչպես են իրենք իմանում, որ դա արհեստական բանականությամբ է, անզեն աչքով նկատելի է, որովհետև մարդիկ ուղարկում են տվյալ ենթադրենք ծրագրի կամ գիտաժողովի կամ հանդիպման հղումը եւ ասում են դիմումի ձև ինձ տուր եւ նույնությամբ առանց անհատականացնելու ուղարկում են։ Գիտեք, իմ համար ընդունելի է այն, որ կարելի է օրինակ ասել, կտաս ինձ ինֆորմացիա Պողոս Պետրոսյանի մասին, բայց ոչ թե գրի ինձ համար Պողոս Պետրոսյանի կյանքի մասին կենսագրությունը ամբողջությամբ գրի ու գրի ամեն հնարավոր մի խոսքով արա իմ փոխարենն է ինձ նյարդայնացնում թե չէ այն որ կարելի է օրինակ ասել չգիտեմ ոնց կարելի է գտնել այս ինչ բանը ինքը ասի դե դու դա արագ է բայց արա իմ փոխարենը դա մեղմ ասած վատ է։ Դե ամբողջ խնդիրը հենց դրանում է։ Իսկ դուք հարցրեք առավել նոր սերնդի ներկայացուցիչներին, հենց դպրոցահասակ երեխաներին դա լավ է թե վատ, որովհետև որքան էլ նախարարությունը պայքարի, որ հեռախոսները դպրոցներում կրթության ընթացքում չի կարելի պետք է հավաքեն, գրքերում կան դասեր, դասընթացներ կան, որոնք QR կոդ են պահանջում։ QR կոդը սկանավորելու համար պետք է հեռախոս։ Ուսուցչուհին հաճախ տեխնիկական խնդիրների բախվելով չի կարողանում սկանավորել QR կոդը, արդյունքում երեխաներն են հասնում օգնության եւ կրկին սկսում են օգտագործել հեռախոսները։ Այսինքն ցանկություն ունենալով որևէ ոլորտ բարելավել, մենք բախվում ենք որոշ մարտահրավերների, որոնց մասին նույնիսկ պատկերացում չունեինք եւ այսօրվա կյանքի մոդելը հենց թելադրում է դա մշտապես կարճած լինել հեռախոսներից, մշտապես տեղեկացված լինել բոլոր գործիքներից, այլապես դու դառնալու ես գորշ մկնիկ։ Այո։ Եվ մենք այդ խնդիրը ունենք նաև արդեն տարիքով մի փոքր մեծ ուսուցիչների, դասախոսների հետ, որոնք ժամանակին համընթաց չեն քայլում եւ այո նոր սերունդը նրանց չի ընդունում, գործիքները չգիտեն, չեն տիրապետում եւ շատ մեծ բարիեր է առաջանում։ Թույլ տվեք ընդհանրացնելով, ամփոփելով ասել, որ իմ կարծիքով դատելով մեր զրույցից
ինքնախապեյության ինչ որ մի փոքրիկ դրսևորում է։ Իսկ ինքնախապեյությունը ամենացավալի վատ բաներից մեկն է իմ կարծիքով։ Ուսանողների պարագայում կլինի դա դասախոսի պարագայում, կլինի առհասարակ ուրիշ ոլորտի, իրավաբանի պարագայում կամ իրավագետի կամ երգչի, սա ինձ համար ինքնախապեյություն է, ես նման որակավորում ունեմ այս հարցին։ Ես կարծում եմ, որ միևնույն է աշխարհում մրցունակ են մարդիկ, ովքեր ունեն գիտելիքներ, ուղեղն աշխատացնում են, ունեն հմտություններ, եւ երբ հեռախոսը այսպես դրված կլինի սև էկրանով ու իրեն հարց կտան, ինքը այդ հարցի պատասխանը կամ կիմանա, որովհետեւ ունի այդ pašարը կամ գոնե կմտածի ու կվերլուծի, այնպես որ ինչ որ պահի այդ գadgetները, chat GPT-ներն ու մնացածը մեր կողքին չեն լինելու, լավ է որ պատրաստ լինենք այս կյանքին ինքնուրույն դիմակայել։ Ձեզ շատ շնորհակալ ենք զրույցի համար։ Շնորհակալ եմ, մի հավելում կցանկանայի անել նախքան ամփոփելը, անկախ ամեն ինչի ժամանակի հրամայականը թելադրում է մշտապես լինել տեղեկատվական տեխնոլոգիաների առանցքում, որովհետև երբ որ մենք հաղթահարում ենք մի этап, գալիս է մեկ այլ մարտահրավեր, շուտով արհեստական բանականությանը կգա փոխարինելու լրիվ այլ գործիք, եւ այս ամենի հանդեպ քննադատական մտածողությունը պետք է մեզ զինի այնպիսի գիտելիքներով, որպեսզի մենք կարողանանք օգտագործել դրանք հօգուտ մեզ, ոչ թե ի վնաս մեզ, եւ չդառնանք մենք օգտագործենք դրանից մաքսիմալ։ Այդ չափի մեջ կիրառումը հրաշալի է, ես ասում եմ, երբեմն ես քննարկում եմ chat-ի հետ ինչ-որ իդեաներ, ինքը շատ այլ ռակուրսից ինձ մի բան է գրում, եւ ես ասում եմ, այ ես այդ մեկը չէի ֆիքսել։ Ոնց որ ինչ-որ լավ ընկերոջ հետ քննարկես կարևոր թեմա եւ ինքը քեզ մի ժամ խոսում ենք, որ դա Չէ, ավետ, երբ որ դու ինչ-որ հարց ես տալիս, ուզում ես ինչ-որ իդեա եւ դա կարող ես հետո օգտագործել, դրա վրա կառուցել, բացել այդ թեման, դա իդեալական է։ Լավ, բան չեմ ասում։ Բայց դու չպիտի թույլ տաս, որ ինքը քո փոխարեն անի ամեն ինչ։ Պետք է կարողանալ կանգ առնել, որովհետև կան մարդիկ, որոնք օրինակ հետազոտության պատասխանները բժշկին ուղարկելու փոխարեն ուղարկում են արհեստական բանականությանը, այն նշանակում է իրենց բուժում եւ արդյունքում մարդու վիճակը վատթարանում է։ Սա ես վերցնում եմ շատ կոշտ օրինակ, բայց մեր իրականությունն է այդպեսին, որովհետև հաճախ տրվում ենք որոշակի մանիպուլյացիաների առանց դրա հետադարձ կապի։ Այս ամեն ինչի հիմքում է նա, որ հարևանին նշանակած բուժումը նաև դրկիցին մեր, այնպես որ դա ավելի խորքային է այդ խնդիրը, քան որ AI գործիքներն են առաջացրել։ Շնորհակալ ենք շատ Տիկին Գրիգորյան, որ մեզ հյուրընկալվեցիք, պատմեցիք, խոսեցիք, ոլորտին վերաբերող մի շարք հարցեր քննարկեցինք միասին։ Այդ անկնությունն ինչպես հանձնել։ Ես նույնպես շնորհակալ եմ, իդեալական։ Ես 20 եմ ստացել։ Մյուս անգամ ես կլինեմ քո դիմախոսը։ Լավ, ինձնից վատ ընդդիմախոս չեք։ Կետերով գրել էր։ Այս ինչու պակաս այն, ինչու պակաս է։ Արի հաղորդումը փակենք, այդ հարցը բարձրացնենք։ Բայց դրա շնորհիվ իդեալական պատասխանեցի։ Այո, եւ ես մարտական տրամադրությամբ գնացի եւ պաշտպանեցի իսկապես իմ առանց արհեստական բանականության գործիքների, որոնք այն ժամանակ արդիական չէին։ Այսօր արհեստական բանականությամբ է պատտվում այդան միայն։ Գիտեք, շատ շնորհակալ ենք բոլոր մեզ դիտողներից եւ իհարկե բոլոր այն մարդկանց, ովքեր որ մեր հաղորդումը դիտեցին եւ իհարկե լսեցին, միշտ եղան թեմայի մեջ, ուրախ ենք, որ միասին հետաքրքիր թեմաներ ենք քննարկում։ Այս հաղորդումից էլ ձեզ հետ տարեք ամենաօգտակար հատվածները, մի տրվեք մանիպուլյացիաներին եւ մաքսիմալ փորձեք բոլոր գործիքներն այս աշխարհում օգտագործել ձեզ համար, ոչ թե ձեր դեմ։ Կհանդիպենք, մնացեք թեմայի մեջ։